Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծվել է 2004 թվականին ազգային ժողովի պատգամավոր գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից։ Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2004 թվականի ապրիլի 30-ին։ 3 տարի անց 2007 թվականին կուսակցությունն առաջին անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ 2007 թվականի մայիսին Հայաստանի 4-րդ գումարման ազգային ժողովի ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանում է ձայների մոտ 15%-ը և մեծամասնական պատգամավորների հետ խորհրդարանում ձևավորում է երկրորդ մեծ խմբակցությունը 26 պատգամավորով։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ռուսական Նեզավիսիմaya գազետա թերթը գրում է մեջբերման սկիզբ։ Հետագա զարգացումների սցենարը կարելի է հաշվարկել հետևելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարքագծին։ Այդ կուսակցությունը ձևավորվել է ընտրություններից քիչ առաջ և ինչպես պնդում են փորձագետները, նախագահական աշխատակազմում ստեղծված նախագիծ է, որը մտահոգված է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ և ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի ազդեցության և հզորության արագ աճով։ Բարգավաճ Հայաստանը նախատեսված է հավասարակշռել իրավիճակը հաջորդ տարի պաշտոնից հեռացող նախագահ Քոչարյանի օգտին, մեջբերման ավարտ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրում և պաշտպանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ 2008 թվականի բազմաթիվ և կոպիտ խախտումներով կայացած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ստանում է ձայների 52%-ը։ Ընտրության արդյունքների հրապարակումից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են գալիս փողոց բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ Հետընտրական կրքերը, որոնք վերածվել էին շուրջօրյա նստացույցերի, ավարտվում են մարտի 1-ի ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմամբ և 10 զոհերով։ Հայ ազգային կոնգրեսը մարտմեկյան արյունալի իրադարձություններում վարչակազմից զատ մեղադրում էր նաև օլիգարխներին, ասելով, որ նրանց թիկնապահները ուժային կառույցներից ստացել են զենք և հանդերձանք ու մասնակցել մարտի 1-2-ի դեպքերին։ Հայ ազգային կոնգրեսը Ծառուկյանի թիկնապահներին ևս մեղադրում էր մարտմեկյան դեպքերին մասնակցելու համար։ 2008 թվականի վիճելի ընտրություններից և մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո մարտի 21-ին Բարգավաճ Հայաստանը Հանրապետականի օրինաց երկրի և դաշնակցության հետ ստորագրում է կոալիցիոն կառավարություն կազմելու մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը վերաստորագրվում է 2011 թվականին, որով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պարտավորվում է 2013 թվականին նախագահական ընտրություններում օրինաց երկիր կուսակցության հետ միասին պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Չնայած ստորագրված և հետագայում համագործակցելու շուրջ արված հայտարարություններին մամուլում սկսեցին սպրդել տեղեկություններ Բարգավաճ Հայաստան կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կուլիսային հակամարտությունների ու տարաձայնությունների մասին։ Հակամարտությունը սրվեց 2011 թվականի նոյեմբերին, երբ Իջևանում կայացած քաղաքապետի ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Վարդան Ղալումյանը հաղթեց Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու և Իջևանի 12 տարվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին։ Այս կապակցությամբ 7 օր կայքը գրեց. ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմի հավակնությունները առաջիկա համապետական ընտրությունների մասով անհիմն չեն և որ Բարգավաճ Հայաստանը կարող է մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության արդյունավետ մոդել ստեղծել ու թույլ չտալ ընտրակեղծիքի մեքենայի գործարկում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն Իջևանում ջարդեց վարչական մեքենային ու ապացուցեց, որ սատանան այնքան էլ վախենալու չէ։ Իջևանի ընտրություններից օրեր անց 2011 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր քաղաքագիտական վերլուծությունը։ Հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստանի հակամարտությունը արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ և հաշվի չառնել։ Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանը իսկապես անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից և պայքարել իրապես արդար օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա իմ կարծիքով, կրկնում եմ, սա իմ կարծիքն է, կոնգրեսի պաշտոնական կարծիքը չէ, ապա իմ կարծիքով Հայ ազգային կոնգրեսը այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։
Քաղաքական դաշտում կարծես թե ձևավորվում էր ընդդիմադիր նոր բևեռ, սակայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում էր մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերը, ավելին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավն իրականացնող Սերժ Սարգսյանը կոչ արեց քվեարկել Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուների օգտին։ Այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին։ Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարողացավ պահպանել երկրորդ ուժ լինելու կարգավիճակը, ստացավ 36 մանդատ, սակայն հրաժարվեց ձևավորված կոալիցիոն կառավարությանը մաս կազմել։ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանում իրեն հռչակեց ոչ իշխանական կուսակցություն։ Առջևում նախագահական ընտրություններն էին, քննարկվում էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կառաջադրի կամ Գագիկ Ծառուկյանի, կամ Վարդան Օսկանյանի թեկնածությունը։ 2012 թվականի փետրվարին Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամագրված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսելով այս մասին նշում է, որ Բարգավաճ Հայաստանը պետք է ունենա սեփական թեկնածու եւ մասնակցի նախագահական ընտրություններին։ Պետք է լինի կուսակցության առաջնորդը, կուսակցության նախագահը, Գագիկ Ծառուկյանը։ Եթե հանգարց Գագիկ Ծառուկյանը որոշի, որ ինքը չի ուզում թեկնածու լինել, եւ կուսակցությունը կանգնի արդեն իմ թեկնածության վրա, ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը իմ վրա վերցնել։ 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն Բարգավաճ Հայաստանը չառաջադրեց սեփական թեկնածու եւ չաջակցեց որևէ մեկին։ Նախագահական ընտրություններին չմասնակցեց նաեւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը դաշտում մնաց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, որը պաշտոնական արդյունքներով ստացավ ձայների 37%-ը։ Սերժ Սարգսյանի օգտին պաշտոնական տվյալներով քվեարկել էր քաղաքացիների 58.4%-ը։ Նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց դեկտեմբերին, երբ ազգային ժողովը քննարկում էր Հայ-Ռուսգազարդ ընկերությունում Հայաստանի կառավարության վերջին 20% բաժնեմասը Գազպրոմին փոխանցելու համաձայնագիրը վավերացնելու հարցը, Բարգավաճ Հայաստանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրես եւ Ժառանգություն կուսակցությունները միավորվեցին եւ սկսեցին գործել ոչ իշխանական ճակատում։ Գազի համաձայնագրի շուրջ ձևավորված քառյակը 2014 թվականի հունիսի 10-ին իշխանություններին առաջադրեց 12 կետից բաղկացած պահանջներ, ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը։ Քառյակը հայտարարեց նաև, որ առաջադրված պահանջների կատարման ամփոփումը կիրականացվի աշնանը կայանալիք հանրահավաքում։ 2014 թվականի սեպտեմբերին քառյակը վերածվեց եռյակի, հեռացավ դաշնակցությունը, որը հանդես էր գալիս կառավարման խորհրդարանական մոդելի օգտին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի եւ Ժառանգություն կուսակցությունների մասնակցությամբ 2014 թվականի սեպտեմբերից սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող եռյակը սկսեց մարզային հանդիպում հանրահավաքների արշավը։ Վստահ եմ, որ մեզ հիմա պետք է հաջողի, որտեղ մենք միասին ենք, մենք միասնական ենք։ Եվ մեր ասած ընդամենը մեկն է։ Թողեք հանգիստ գնացեք։ Թողեք երկիրը կարողանանք փոփոխել։ Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իշխանությունը շարունակի մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, իրենք փողոցում կանգնած 100,000-ավոր քաղաքացիներով կպարտադրեն իշխանափոխություն։ Հաջորդ հանրահավաքում հոկտեմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրեն որևէ բանով հնարավոր չէ վախեցնել եւ ստիպել նահանջել։ Իշխանափոխության անհրաժեշտության մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հստակ եւ բավական չոր խոսեց նաեւ 2015 թվականի փետրվարի 5-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում, առաջին անգամ խոսելով արտահերթ նախագահական ընտրություններ պարտադրելու հնարավորության մասին։ Սարգսյան-Ծառուկյան առճակատման գագաթնակետը 2015 թվականի փետրվարն էր։ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստ հրավիրեց եւ վերազանցելով իր սահմանադրական լիազորությունները փաստացի ստիպեց Գագիկ Ծառուկյանին հեռանալ քաղաքական դաշտից։ Իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։ Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա չգա։ 2. 2013-14 թվականին
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին։ Եթե նա այդ աշճան արհամարում է իր ընտրողներին եւ ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար։ Փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց պատասխանելով Սերժ Սարգսյանին։ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ՝ քաղաքական բոլոր օրինական մեթոդներով, անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն, հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից։ Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործը այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանը ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում։ Մոսկվայից Հայաստան ժամանեց Ռուսաստանաբնակ գործարար միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նրան հաջողվեց հաշտեցնել Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Եռյակի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նշանակված հանրահավաքը չեղյալ հայտարարվեց, իսկ մարտի 5-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության 8-րդ արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին։ Երբ ես որոշում եմ կայացել, այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Նույն օրը Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհուրդը որոշում կայացրեց կուսակցությունը հռչակել ընդդիմություն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ դարձավ խորհրդարանի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Ծառուկյանի հայտարարությունից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լքեց խորհրդարանական խմբակցության 13 падգամավոր։ Ավելի ուշ Բարգավաճ Հայաստանից հեռացած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը падգամավորներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի հետ հիմնեց համախմբում կուսակցությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հեռացած կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հիմնեց Ալյանս կուսակցությունը։ Կուսակցության շարքերն ավելի ուշ լքած Վահան Բաբայանն էլ հիմնեց Ռեֆորմիստների կուսակցությունը։ Չնայած Սերժ Սարգսյանի սպառնալիքներին Ծառուկյանը չզրկվեց падգամավորական լիազորություններից։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, որը փետրվարին սպառնում էր քննարկել Ծառուկյանի բացականները խորհրդարանի նիստերից եւ նրան զրկել падգամավորական մանդատից, 2015 թվականի մարտի 19-ին հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանի բացականները հարգելի են։ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային հայտնությունը տեղի ունեցավ փետրվարի իրադարձություններից 4 ամիս անց, մայիսի 31-ին Ծառուկյանը մասնակցեց իր խնամի վարչապետ Հովիկ Աբրահամյանի արտաշատում կառուցած եկեղեցու բացմանը, ապա մեկ օր անց Մալաթիա Սեբաստիա համայնքում կինոթատրոնի բացմանը։ Ավելի ուշ 2015 թվականի սեպտեմբերի 28-ին Սերժ Սարգսյանը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Գագիկ Ծառուկյանին պարգևատրեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ հաջորդ տարի 2016 թվականի սեպտեմբերի 18-ին Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց պատվո շքանշանով։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին իրեն ընդդիմություն հռչակած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը եւ չի միանում ոչի ճակատին։ Փետրվարյան իրադարձություններից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ այլևս չի կարծում, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններն իրականացնում է իր վերարտադրությունն ապահովելու համար։ 2015 թվականի մարտի 12-ին Բարգավաճ Հայաստանն ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը եւ գնաց նախագահական նստավայր քննարկելու սահմանադրական փոփոխությունները։ 2015 թվականի համատարած ընտրախախտումներով անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընդունվեց նոր սահմանադրությունը, որով անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման համակարգի։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Բարգավաճ Հայաստանը մասնակցեց Գյումրիի եւ Վանաձորի ավականու ընտրություններին։ Վանաձորում ընդդիմադիր 3 կուսակցությունները Լուսավոր Հայաստանը, Օրինաց երկիրը եւ Բարգավաճ Հայաստանը ընտրությունների արդյունքներում միասին ստացան ավելի շատ մանդատ, քան Հանրապետականն ու նրան սատարող Դաշնակցությունը։ Ընդդիմադիր 3 կուսակցությունները սակայն չկարողացան ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուին եւ սկսեցին միասնաբար բոյկոտել ավականու նիստերը։
2016 թվականի հոկտեմբերի 26-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին։ 2017 թվականի հունվարի 17-ին արդեն Ծառուկյանը հայտարարեց ապրիլին կայանալիք ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու որոշման մասին։ Նա իր վերադարձը պայմանավորեց Հայաստանի առջև ծառացած խնդիրներին դիմակայելու իր պատրաստակամությամբ եւ հանրային պահանջով։ Ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Փետրվարի 10-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը կրկին ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը եւ վերահաստատեց առաջիկա ընտրություններում Ծառուկյան դաշինքով մասնակցելու իր մտադրությունը։ Եվ ամենակարևորը ոչ թե փողի չափսն է, հարգանքն է, վստահությունն է, հավատն է, օրինակի խոսքն է։ Աստված թող մեզ պահպան լինի, մեր գործերին հաջողություն լինի։ Շնորհակալություն։